Երբևէ Արթուր Գրիգորյանի մտքով չէր անցնի, որ պարը կարող է դառնալ պարզապես իր կենսակերպը։ Դրա վառ ապացույցն այն էր, որ ծնվեց գաղափար, հայկական պարի տարածում եւ ապա գործունեության հաստատուն մտադրություն։ Եվ որ ամենակարևորն է, այդ ամենը պետք է իրականացնել անպայման մայրաքաղաքից դուրս։ Նա շուրջ 5-ից 6 ամիս շրջեց Հայաստանի տարբեր մարզերում, տեսնելու որտեղ է առանձնապես կարիքը զգացվում, եւ սեփական նախաձեռնությամբ ընտրեց հայկական լեռնաշխարհի գողտրիկ անկյուններից մեկը՝ Տավուշի մարզ, քաղաք Դիլիջանը։ 2012 թվականի գարնանը արդեն Դիլիջանում էր։ Այստեղ համայնքապետարանի հետ համատեղ դժվարություններ հաղթահարելով նոր շունչ հաղորդեցին պարարվեստին։ Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցում ձևավորվեց սկզբում սակավաթիվ 10-15 սաներով խումբ, որը արդեն շատ կարճ ժամանակամիջոցում վերաճեց բազմանդամ համույթի։ Այստեղ աշխատեց շուրջ 4 տարի։ Այս 4 տարիների ընթացքում մեծ եղավ Արթուր Գրիգորյանի ներդրումը դպրոցի պարի խմբի կայացմանը, որը գործում է մինչև այսօր, քանզի հիմքերը ավելի քան ամուր էին։ Արթուր Գրիգորյանը առանձնահատուկ ջանադրությամբ, նվիրվածությամբ շարունակում էր իր գործունեությունը Դիլիջանում։ 2014 թվականին առաջարկեցին աշխատել համատեղությամբ Դիլիջանի համայնքային նորաբաց կենտրոնում, որի հիմնադիրներն էին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդը։ Կենտրոնը հիմնվել է գիտելիքահեն, մասնակցային և ներառական համայնք ձևավորելու առաքելությամբ, և այս 10 տարիների գործունեության ընթացքում իր առաքելությանը հասնելու ճանապարհին առանցքային դեր է ունեցել Արթուր Գրիգորյանը իր համայնքանպաստ բազմաթիվ նախագծերով։ Արթուր Գրիգորյանը որդեգրել է կենտրոնի այն համոզմունքը, որ արժեքահեն կրթությունը անձնական և համայնքային աճի շարժիչ ուժն է, նպաստում է համայնքի ավանդույթների պահպանմանը և մշակութային կյանքի զարգացմանը։ Դիլիջանի համայնքային կենտրոնի և UWC Դիլիջանի միջազգային դպրոցի համագործակցության շրջանակներում Արթուր Գրիգորյանը տարիներ շարունակ դպրոցի տարեվերջյան միջոցառումների հայկական ժողովրդական պարերի գեղարվեստական ղեկավարն է։ Արթուր Գրիգորյանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի 2012 թվականը, քանզի այդ տարում ձևավորվեց մանկապատանեկան պարային համույթ, որը նույն տարում դառնալով Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, սկսեց ակտիվորեն մասնակցել պարարվեստի միության կողմից կազմակերպված բոլոր միջոցառումներին, պարարվեստի երախտավորներին նվիրված փառատոներին։ 2 տարի անց համույթը անվանակոչվեց Նազանի։ Արթուր Գրիգորյանը հենվում է ազգային պարային մտածողությանը, շարժումների բնականությանը, համաչափությանը։ Դրանով կաթիլ-կաթիլ սերմանվում է սեր դեպի պարը, մասնավորապես ազգային պարը, և ապա դեպի գեղեցիկը, կատարյալը, որի անունն է գեղարվեստ։ Իհարկե, հեշտ չէ երևանաբնակի համար 10 տարի շարունակ ամեն օր կիլոմետրեր հաղթահարել յուրօրինակ աշխատավայր հասնելու համար։ Շատերը զարմանում են, ինչպես ամեն օր, բայց կար հստակ որոշում, նպատակ, և որ ամենակարևորն է, Արթուր Գրիգորյանը գիտեր, որ իրեն սպասում են սիրելի սաները, որոնց սրտերում արդեն սերմանվել էր սեր դեպի պարը։ Համույթում սաները ազգային ժողովրդական պարերին զուգահեռ սովորում են նաև օտարազգի պարեր։ Սա հնարավորություն է ընձեռում ոչ միայն ծանոթանալու և սիրելու օտարազգի պարերը, այլև հարստացնում է սաների ներաշխարհը։ Նազանի պարային համույթի համար հագեցած է յուրաքանչյուր օր, քանզի բազմաթիվ են միջոցառումները։ 2018 թվից սկսած ամեն տարի մասնակցել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած ֆոլք փառատոններին, արժանացել է տարբեր մրցանակների և Գրան պրիի։ 2019 թվականը համույթի համար շրջադարձային էր։ Անապա քաղաքում կայացած պարի միջազգային փառատոնին մասնակցելով համույթը արժանացել է 2 առաջին մրցանակի տարբեր անվանակարգերում և 1 Գրան պրիի։
Այս տարիների ընթացքում եղել է սերնդափոխություն։ Նկատելիորեն աճել է ազգային պարի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը։ Լավագույն սաները այսօր իրենց սիրելի պարուսույցի կողքին են, արդեն որպես պարուսույց օգնականներ։ Արթուր Գրիգորյանը 2018-ից 2020 աշխատում էր Մոնթե Մելքոնյան վարժարանում։ Մոնթե Մելքոնյան վարժարանում աշխատելու տարիներին սաները մասնակցել են Ռուսաստանում ռազմական կրթական ծրագրով նախատեսված միջոցառումներին, արժանացել ժյուրիի կողմից շնորհակալագրերի։ 2022 թվականին նա հրավիրվեց աշխատելու Դիլիջանի կենտրոնական դպրոց, որտեղ աշխատում է մինչ այսօր։ Արթուր Գրիգորյանը ոչ միայն պրոֆեսիոնալ պարուսույց է, Նազանի համույթի հիմնադիր գեղարվեստական ղեկավար, այլ նաև հմուտ կազմակերպիչ։ Նա այս տարիների ընթացքում Դիլիջանում կազմակերպել է բազմաթիվ պարային ֆլեշմոբեր, որոնցից հիշատակության է արժանի 2016 թվականի հունիսի 1-ի միջոցառումը, ուր մասնակցում էին Դիլիջանի հանրակրթական դպրոցների շուրջ 350 աշակերտ, մեկը մյուսից հետաքրքիր բազմանդամ փառատոններ։ Այնուհետև 2013 թվականին Դիլիջանում տեղի ունեցավ առաջին անգամ գորգերի փառատոն, որի պարային մասի գեղարվեստական ղեկավարը Արթուր Գրիգորյանն էր։ Արմենիա միջազգային փառատոնը, որին մասնակցել են հիմնականում արտերկրի հայկական պարի խմբերը։ 2014 թվականին Արթուր Գրիգորյանը ընկերների հետ կազմակերպել է Դիլիջանյան պարային առաջին փառատոնը։ 2021 թվականին իրականություն դարձավ Գրիգորյանի նպատակներից մեկը։ Նա ձեռնամուխ եղավ Իջևանում նոր պարախմբերի ստեղծմանը և համատեղ գործունեություն սկսեցին Դիլիջանում գործող Նազանի համույթի հետ, այսուհետ հանդես գալով որպես Նազանի պարարվեստի ստուդիա։ Ամենօրյա նվիրված տքնաջան հետևողական աշխատանքը տալիս է ցանկալի արդյունք։ Համույթը տեսանելի և դրվատանքի արժանի հաջողությունների է հասել։ Հարստանում է սիրելի համույթի համերգացանկը և 2014 թվականից մասնակցելով տարբեր փառատոնների արժանացել պատվոգրերի մրցանակների։ Իրողությունն այն է, որ 2014 թվականից 10 տարի շարունակ Նազանի պարային համույթը նվիրվել է հայ ազգային, ինչպես նաև օտարազգի պարերի հմայքն ու գեղեցկությունը յուրօրինակ պարաբեմադրություններով մշակութասեր հանրությանը ներկայացնելուն։ Վստահ ենք, որ Արթուր Գրիգորյանի ջանադիր անմնացորդ նվիրումով լեցուն աշխատանքի շնորհիվ Նազանի պարային ստուդիան քայլ առ քայլ տարեցտարի զարգացնելով կատարողական համաչափությունը, ինքնատիպությունը, գալիք 10 տարիներին վստահաբար հասնելու է առավել մեծ հաջողությունների, ի նպաստ հայ պարարվեստի պահպանմանը, զարգացմանը և միջազգայնորեն հանրայնացմանը։